Ողջույն սիրելի հետևորդներ, ես երբևէ չեմ անդրադարձել նման թեմաների, սակայն այսպիսի խնդրի առնչվելուց հետո ցանկանում եմ բարձրաձայնել եւ կիսվել ձեր հետ։ Այսօր իմ գործնական քննության ժամանակ ևս ստացվեց նույն տպավորությունը, ինչ վերջերս շատ քաղաքացիներից լսում ենք գործնական քննությունների վերաբերյալ։ Խոսքը վարորդական վկայական ստանալու գործնական քննության մասին է։ Քաղաքացին վճարում է պետական տուրք եւ պետք է ստանա համապատասխան որակյալ ծառայություն։ Այդ ծառայությունը պետք է ոչ միայն ներառի քննության անցկացումը, այլ նաև քննությունը ընդունող տեսուչների կողմից պրոֆեսիոնալ, կոռեկտ եւ հարգալից վերաբերմունքը։ Գործնական քննությունը դեռևս չսկսված, քննություն ընդունող տեսուչը ինձ հարցնում է, թե որ երրորդ անգամ եմ հանձնում գործնական քննությունս։ Ես պատասխանում եմ, որ առաջին անգամ եմ գործնական քննության, իսկ նա պատասխանում է, որ միևնույն է, ես կտրվելու եմ։ Այնուհետև շարունակում է, ասելով, որ մենք այսօր չենք վարելու, մենք այսօր վարժություններ ենք կատարելու։ Եվ ցանկացած կոպիտ խախտման արձանագրում միանգամից կտրվելու եմ։ Նման ձևակերպումն արդեն իսկ ստեղծում է ակնհայտ հոգեբանական ճնշում քննությունը հանձնողի նկատմամբ։ Այնուհետև մեքենան դեռ չշարժված, տեսուչը հրահանգում է, որ կանգնեցնեմ մեքենան։ Ես արգելակում եմ մեքենան, եւ նա ասում է, որ կտրված եմ եւ իջնում է մեքենայից։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին փորձից վարորդական վկայական ստանալ գրեթե անհնար է։ Իսկ ինչ է անում համակարգը։ Համակարգը ավելի շատ ստուգում է ոչ թե վարորդական հմտությունները, այլ քննությունը հանձնելու հնարքների իմացությունը։ Այս երևույթը վերջապես պետք է դառնա անթույլատրելի։ Եվ ստացվում է այնպես, որ քաղաքացին բազմահազարանոց հերթերի մեջ սպասելով, շատ գումարներ վճարելով, հասնում է վարորդական վկայականի գործնական քննության եւ նրան թույլ չեն տալիս նույնիսկ դուրս գալ ավտոդրոմի երթուղի, որովհետեւ նա առաջին անգամ է եկել քննության։ Սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ, կոչ եմ անում բոլորիդ նման խնդրի հետ առնչվելիս բարձրաձայնեք այն եւ պաշտպանեք ձեր իրավունքները։ Իսկ քննություն ընդունող տեսուչներին կոչ եմ անում հիշել, որ դուք էլ երևի երբևիցե հանձնել եք վարորդական վկայականի գործնական քննություն առաջին անգամ։